ժողովուրդը որոշել է, որ կոչում անունը Ուժեղ Հայաստան, մեր ժողովուրդը որոշել է, որ իրեն պետք է փոփոխություններ եւ այդ փոփոխությունները պետք է Սամվել Կարապետյանի Պարոն Ալեքսանդր, հաշվառնելով, որ 44 օրյա պատերազմից հետո հապկի վերաբերմունքից հետո բացասական ազդեցություն կա Ռուսաստանի նկատմամբ, երբ հիմա ընտրողները լսում են հայտարարությունը Ռուսաստանի նախագահից, որը անուղղակի նաև Ուժեղ Հայաստանի հետ է նկատվում, չէ՞ կարծում, որ սա բացասաբար կանդրադառնա եւ ընտրողները տեսնելով, որ Վլադիմիր Պուտինն աջակցում է անուղղակի, չուզեն եւ ընտրել ձեզ։ Նարեկ ջան, նորից կրկնում եմ, որ մենք ասել ենք բազմիցս, հայտարարել ենք եւ ճանապարհը ցույց ենք տվել Ուժեղ Հայաստանի, թե ինչպես ենք տեսնում եւ մեր հանրության ինչ ենք առաջարկում, որ ունենանք Ուժեղ Հայաստան, հայամետ Ուժեղ Հայաստան, ուժեղ անվտանգությամբ եւ երկարատև խաղաղությամբ։ Ուղիղ մեջքով կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով։ Եվ այժմ քննարկվող նախագիծ հետ կապված ինչ կարծիք ունեք, այս պահին խորհրդարանը քննարկում է, որ քաղաքական ուժերի անվանումներում չլինեն անձանց անուններ, սա կապում եք ձեր հետ։ Ուղիղ կապում եմ մեր հետ եւ կմեկնաբանեմ շատ կարճ իշխանականների մոտ բախի մթնոլորտ է, որտեղ արդեն իսկ գիտակցել եւ հասկացել են, որ հաջորդ վարչապետը Հայաստանի Հանրապետության լինելու է Սամվել Կարապետյանը եւ փորձում են տարբեր միջոցներով խանգարել փոփոխություններին եւ եւս մեկ անգամ փաստենք, որ ժողովրդի որոշումը արդեն կայացրել է Հայաստանում 2 ամսից լինելու է փոփոխություն, ունենալու են Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի։ Շնորհակալ։ Եվ ինչպես է պարոն Կարապետյանը լինելու վարչապետ, երբ որ նա տեխնացու չի կարող գրանցվել որպես Նարեկ ջան, մեր կուսակցության համաժողովին ուղիղ հայտարարեցինք եւ ասեցինք այն ծրագիրը, ոնց լինելու է Սամվել Կարապետյանը վարչապետ։ Սնդակի իշխանության, սահմանադրական փոփոխություններ անեք, սա քննադատության է արժանում, ասում են մեկ անձի համար սահմանադրություն են։ Մեկ անձի համար չի, 7 միլիոն անձի համար է, Նարեկ ջան։ Մենք ունենք մեծ սփյուռք, ես ավելի քան համոզված եմ, որ դուք էլ սփյուռքում շատ լավ ընկերներ ունեք, լավ ուժեղ մասնագետներ ունեք եւ շատ-շատերն էլ պատրաստ են իրենց ունակությունները եւ իրենց ունեցած պրոֆեսիոնալիզմը եւ փորձը ծառայեցնել իշա Հայաստանի Հանրապետության շատ մեծ սիրով եւ այդ մարդիկ այսօր չունեն հնարավորություն իրավական հնարավորություն չունեն իրենց գիտելիքները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության համար ունենան այդ հնարավորությունը։ Կարծես թե տևական տարիներ առաջ իշխանականներն էլ նույն կարծիքին էին, ինչպես միշտ իրենց խոսքերը մնում են օդ։ Եվ պարոն Ալեքսանդյան, մեկ հստակեցում անեմ, սահմանադրական փոփոխությունը լինելու է այն մասին, որ այլ պետության անձնագրեր ունեցողը կարողանա Հայաստանի վարչապետ դառնա, թե լինելու է այն մասին, որ անձնագրից անմիջապես հրաժարվելուց հետո կարողանա վարչապետ դառնալ։ Իրավական տերմինոլոգիայի մեջ խորանալու համար, քանի որ ես իրավաբան չեմ, տնտեսագետ եմ, ավելի ճիշտ պատասխան ձեր հարցին կարծում եմ մեր իրավաբան ընկերները կտան։ Եվ պարոն Կարապետյանն արդեն հրաժարվել է այլ պետությունների քաղաքացիությունից դիմումներ գրել է հրաժարվելու համար, թե ոչ։ Քանի որ process-ը բավականին երկար է եւ իրավական process է, այս պահին process-ը փուլային գնում է առաջ։ Այսինքն մեկնարկել է քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը։ Ինչպես մենք հայտարարել ենք, Սամվել Կարապետյանը 2 ամսից, երբ կընտրվի վարչապետ, կունենա 1 Հայաստանի Հանրապետության քաղաքացիից։ Հիմա այդ գործընթացը մեկնարկել է արդեն։ Պարզ է վրա։ Շնորհակալ։ Շնորհակալ։